Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է, շնորհակալություն, որ հետևում եք մեր հաղորդումները։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, պատրաստելու ենք այսօր մի հիանալի ազգային ավանդական ուտեստ։ Ուտեստը կոչվում է Շուշվա ապուր։ Սա բոզբաշների տարատեսակներից է եւ հենց Շուշի, մեր Շուշվա, այսպես բնաշխարհին բնորոշ ուտեստ է։ Օգտագործելու ենք հետեւյալ բաղադրիչներն այնքան շատ են, որ ես պիտի մի քիչ զգաստանամ։ Օգտագործելու ենք խաշված սիսեռ, կանաչ լոբի, ալյուր, խաշված եւ մաքրված ձու, գետնախնձոր, գլուխ սոխ, դդումի ճիր, խաշված հորթի փափկամիս, սև սալորաչիր, տակդեղ քաղցր սմբուկ եւ օգտագործելու ենք նաեւ հատուկ այսպես տոմատային խյուս աջիկա։ Սկզբի համար տապակում ենք սոխը երկար խոշոր բարակ, բայց այսպես երկար կտորներով։ Օգտագործելու ենք այն մեթոդը, որ կոչվում է շարովի, այսինքն այս ուտեստը պատրաստվում է շարովի եղանակով, բայց սոխառած ենք անելու ալուրով եւ տոմատով։ Նոր մնացած մթերքները շարելու ենք կաթսայի մեջ։ Այսպես, այսինքն ասելս այն է, որ պիտի նախապատրաստենք բոլոր մթերքները։ Սմբուկը մաքրենք, շերտաձև կտրատենք սմբուկը, այսպես կտրատենք նաև տակդեղը, տակդեղը եւ սմբուկը կարող ենք կտրատելուց հետո խառնել միասին մենք այդ շերտը կձևավորենք։ Այսպես կտրատենք նաեւ կանաչ լոբին, մատղաշ։ Սա էլ այսպես, մեզ ժամանակ կպահանջվի, դրա համար նախորդ կտրատենք նաեւ մաքրենք գետնախնձորը։ Հիմնական բաղադրիչները կտրատեցինք, հիմա կարող ենք արդեն սկսել շարելը։ Պատրաստենք սոխառած։ Քանի որ կարագ է, սոխը անմիջապես լցնենք։ Եվ այստեղ մի նախապատրաստություն էլ նախորդ պիտի անենք, վերցնենք համքեղ, մաղադանոս, սամիտ եւ ասպրամ, ռեհան կոչված մեր համեմունքը եւ այս ամբողջը պիտի կտրատենք, համեմենք աղով պղպեղով եւ շերտերի արանքներում տեղադրենք։ Հավելացնենք համեմի սերմ, աղ, եւ կարմիր պղպեղ, չմոռանանք նաեւ կծու սև պղպեղի մասին, սա համեմունքն է, խառնենք միատարր զանգված ստանալու համար եւ համերի համադրության։ Այսպիսի մի պատրաստման պրոցես։ Համեմունքը նույնպես տեղափոխենք ափսեի մեջ,
որտեղ տակը դեռ մեզ հարկավոր է։ Մի քիչ մանրացնենք խաշված խորթի միսը, փափկա միսը։ Այսպես չմոռանանք, որ պիտի բովենք նաև ալուրը։ Սոխի հետ մի քիչ բովենք։ Ավելացնենք նաև այս մածուկը տոմատի, խառնենք, սա մեկ շերտ, մի քիչ ջուր, կրակը մի քիչ իջեցնենք, հիմա մի քիչ համեմոնք, մսի շերտը, կանաչ լոբու, նորից համեմունք, սիսերի շերտը, դդումի շերտը, դդումի չիրը, սև սալորաչիրը, գետնախնձորը, նորից համեմունք, բարեկամներ ձվի շերտը, վերջում սմբուկը և տագդեղը, նորից համեմունքը, և ջուր ավելացնում ենք, թանձրապուր է սա բարեկամներ, այնպես որ ջուրը պիտի շատ չլինի։ Դուք հարգելի հեռուստադիտողներ կարող եք օգտագործել արգանակ, բնականաբար։ Տակը իջեցնում ենք, կափարիչը ծածկում 8-ից 12 րոպե եւ այս ուտեստը կներկայանա մեզ իր ամբողջ շուկով։ Սպասենք 12 րոպե։ Հարգելի հեռուստադիտողներ, 12 րոպեն անցավ և այդ 12 րոպեի ընթացքում ունեցանք այս հիանալի ուտեստը։ Բարեկամներ նորից հիշեցնեմ, շուշվա ապուր։ Այստեղ մենք որևէ համեմունք չենք ավելացնելու, այնպես որ կափարիչը դնում ենք և կրակից վերցնում։ Շուշվա ապուրը պատրաստ է։ Հենց այսպես շերտերով էլ վերցնենք։ Նորից հիշեցնեմ, որ ուտեստը համարվում է թանձրապուր։ Ահա բարեկամներ, այս ուտեստն էր, որ մենք համակ ուշադրությամբ ձեզ հետ միասին պատրաստեցինք։ Նորից հիշեցնեմ, որ սա մեր բոզբաշների մի տարատեսակն է։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Շատ շնորհակալ եմ, որ ունկնդիր եղաք մեզ եւ ուզում եմ, որ բոլոր հանդիպումները ունենան լավ արդյունք։ Այդ արդյունքը լինի այն, հարգելի հեռուստադիտողներ, որ մենք դառնանք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, հպարտ լինենք հայ լինելու համար։ Հարկավոր է բարեկամներ ունենալ համբերություն եւ տարածել բարություն։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Շորվա ապուր, հորթի փափկամիս 200 գրամ, սիսեր 80 գրամ, կանաչ լոբի 150 գրամ, ալյուր 30 գրամ, ձու 2 հատ, գետնախնձոր 200 գրամ, սող 80 գրամ, կարակ 50 գրամ, դդմի չիր
50 գրամ, սև սալորաչիր 50 գրամ, քաղցր տագդեղ 80 գրամ, սմբուկ 100 գրամ, աջիկա 2 ճաշի գդալ, կանաչի, աղ, պղպեղ, համեմի սերմ, բարեախորշակ։